Բարև հարգելի ունկնդիրներ, ձեզի հետ է Հարութ Մարգոսյանը օրագարկ հայրակիրով։ Այսօրվա մեր օրագարկն է Արցախի հայատապումը և ներկա քաղաքական զարգացումները։ 2 տարի առաջ 19 սեպտեմբեր 2023-ին նոր հարձակումի ալիքը սկսավ Արցախի դեմ, որուն հետևանք եղավ Արցախահայության ցեղային զտում և Արցախի հայատապում։ Այսպիսով թուրքական պետությունները առաջ մղեցին իրենց ծավալապաշտական ծրագիրները, մինչ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե միայն աջակցություն չցուցաբերեց Արցախահայության, այլև բացահայտորեն արտահայտվեցավ և ընտեց, թե որով է ցեղասպանական արարք տեղի չունենար։ Սակայն իբրև հետևանք գործընկցին Արցախը և պատմության մեջ առաջին անգամ ըլլալով այն բացի բռնագրաված ըլլալ է ամբողջովին հայատապվեցավ։ Այսօր պիտի խոսենք այդ օրվան դեպքերուն և պայմաններուն մասին։ Պիտի անդրադառնանք նաև ներկա քաղաքական զարգացումներուն մասին։ Այս առիթով մեզի հետ է դոկտոր պրոֆեսոր Արցախի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերություններու հանձնախումբի նախագահ, Հայդադի կենտրոնական խորհրդի անդամ և Կիլիկիա հարթակի անդամ Բահրամ Բալայանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ սկսենք խոսել այդ օրվա դեպքերուն մասին և անոր նախորյակի պայմաններուն մասին։ Այսինքն նախքան սեպտեմբեր 19-ի դեպքերը սկսիլը Արցախի մեջ ընդհանուր առմամբ ինչպիսի իրավիճակ կլիներ։ Դե արդեն հանրությանը հայտնի է, որ փաստորեն իսկապես այո թուրքական պետությունների ծրագիրը դա ոչ թե մենակ Ադրբեջանի ծրագիրը չէր, Էրդողանը նույնիսկ ինքը խոստովանեց, որ այդ ամենի հեղինակներից մեկը ինքն է, այսինքն Արցախի բռնազավթման փաստորեն 2022 թվականի դեկտեմբերից մենք շուրջ 10 ամիս շրջափակման մեջ էինք։ Դա նույնպես նպատակային կատարվեց, որպեսզի ժողովուրդը թե ֆիզիկապես, թե բարոյապես այսպես հյուծվի, իսկապես ծանր ժամանակներ էր, ըստ էության հարց չկար, այսինքն վերջին օրերին վերջին 2-3 ամիսներին մենք բանակի մարտիկներին, զինվորականներին, որոնք սահման էին պահում, մի կտոր հաց էին տալիս եւ անտարից բերած արդեն հոնը հասել էր, հոն էին տալիս այսպես։ Այսինքն որտեւ իրական եւ ժողովուրդը եւ սա բավականին իհարկե բացասաբար անդրադարձավ հետագայում նաև պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից, ել չեմ խոսում նրա մասին, որ վարելիք չկար, որպեսզի թե բանակը օգտագործի, թե հասարակությունը եւ նման պայմաններում փաստորեն այդ ոճորագործությունը կատարվեց սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացվեց, փաստորեն պիտի ասեմ, որ եղած տեղեկությունների համաձայն շուրջ 80,000 զինվորական էր մասնակցում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, ես այսպես պիտի ասեմ, դրանց աջակցում էր Պակիստանը, հասկանալի էր Իսրայելի աջակցությամբ նրան տված զենքերով եւ փաստորեն ըստ էության կազմակերպվեց այդ ցեղասպանական գործողությունը, ճիշտ է շուրջ 1 օր այդպես համառ մարտեր էին ընթանում, համարյա թե կարելի ասել այսպես 300-320 կիլոմետր երկարությամբ ռազմարտակատի գիծներ եւ իհարկե Արցախյան կողմը բավականին քիչ քանակությամբ մարդուժով, դե պատկերացրեք այն ժամանակ արդեն Արցախում մնացել էր արդեն մոտավորապես մի 105,000-ի մոտավորապես մի քիչ ավել այդպես մարդ, ինչ եմ այդպես ասում, ընդհանրապես այստեղ պիտի հետեւյալն ասեմ, որ երբեմն շրջանառության մեջ է դրվում, որ 120,000 բռնատեղահանվածներ, իրականում ոչ թե 120,000 է, այլ շուրջ 150,000 է, որտեղ 2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով Արցախի հանրապետությունում ապրում էր 146,800 մարդ եւ երբ 20 թվականի պատերազմը սկսվեց սեպտեմբերին, այդ 44-օրյա պատերազմը փաստորեն բռնազավթվեց առաջի էտապում Արցախի
հանրապետության փաստորեն շրջան տարածքի մեծ մասը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզից փաստորեն Հադրութի եւ Շուշիի շրջան նախաբանը, այսինքն այդ ամենի հետևանքով փաստորեն համարյա այդպես շուրջ 40,000 մարդ, այսինքն 20 թվականի արդեն նոյեմբերին արդեն փախստական էին, իհարկե արցախյան կողմը պիտի ասեմ, որ այսինքն ցակումով, եթե այսպես ասեմ, այդ ընդհարումների ժամանակ 800 զինվորականներ զոհվեցին, այդ բանը, այսինքն Հայաստանի Հանրապետության նաև մեր հայրենակիցները աջակցում էին այդ ամենին, այսինքն մենք բավականին զոհեր ունեցանք այդ բանը պատերազմի ժամանակ եւ ըստ էության փաստորեն պետք է մենք խոսենք 150,000 բռնատեղահանվածների մասին, այսինքն ես դա ինչի եմ ասում, որովհետեւ այդ 105,000-ը դե պատկերացրեք սովածողոտ այդ 105,000-ը ինչքան ֆիզիկական ուժ կարող են այդպես հանել թշնամու դեմ, երբ ճակատում 80,000 կանոնավոր բանակ էր կոդեմ այսպես գործում։ Եվ մեկ օրվա ռազմական գործողություններից հետո մենք փաստորեն 268 հոգի այդպես զոհվեցին, որից 238 հոգի զինվորականներ էին եւ խաղաղ բնակիչներ զոհվեցին այդ պատերազմի ժամանակ, էլ չեմ խոսում արդեն որ նավթամթերքի պահեստի պայթման հետևանքով սեպտեմբերի 25-ին մենք ցավոք սրտի նորից այդպես 230 հոգի երիտասարդ հիմնականում երիտասարդներ այդպես զոհվեցին այդ ամենի հետևանքով փաստորեն մենք բավականին մեծ կորուստներ տվեցինք, այսինքն այդ մեկ օրվա ռազմական սեպտեմբերի 19-ից մինչև 25-ը ընկած այդ հատվածը ըստ էության մենք 500 կորուստ տվեցինք, այսինքն մենք ըստ էության մենակ էինք հայտնված Հայաստանի Հանրապետությունը, որի օժանդակություն բերեց եւ նպատակահարմար գտնվեց բանակցել Ադրբեջանի հետ հետագա այդպես ժողովրդի ճակատագիրը որոշելու առումով եւ հասկանալի էր, որ ընտրվեց այդ ճանապարհը, որ ժողովուրդը փաստորեն այդ ճնշումների տակ տեղահանվեց Հայաստանի Հանրապետություն, ընդհանուր առմամբ միշտ հարց էր առաջանում տարբեր նույնիսկ ես մի քանի անգամ այդպես Բեյրութում էլ եղա, մեր ընկերներն են հարցնում ինչպես եղավ, հնարավոր չէր արդյոք դիմադրություն կազմակերպել, ես պիտի ասեմ, որ ինչ հնարավոր էր արվեց, այսինքն ֆիզիկական առումով այդ դիմադրությունը կազմակերպվեց, կարելի էր եւս միգուցե 1 օր, 2 օր էլ այսպես դիմակայել, որտեղ արդեն Արցախի Հանրապետության այդպես բնակավայր չկար, որ թուրքական զորքերը արդեն չգտնվեին հենց Ստեփանակերտի արվարձաններում էին արդեն այդ բանը զորքեր կանոնավոր այդ զորքերը մեր օդը բաց էր, այսինքն մենք ունեինք անօթաչուներ, մեր հրետանին արդեն չէր աշխատում, զինամթերքը ստեյության արդեն սպառման վրա էր, այսինքն հասկանալի էր, որ ավտոմատով կամ նույնիսկ հրետանիով հնարավոր չէր այդ երբ օգտագործում էր կոդեմ բան օդային ուժեր է օգտագործում, ավիացիան էր օգտագործում մարտական, անօթաչու սարքերը եւ այս պայմաններում իհարկե մարտական գործողությունների եթե շարունակվեր, մենք ըստ էության հազարավոր կորուստներ կունենայինք եւ խաղաղբնակության շրջանում պես, եթե համեմատության մեջ դնեմ, այն նայեք տեսեք դեզանից մոտիկ է դուք անդադ տեսնում եք գազային ինչ է կատարվում, այսինքն երեխաներ, կանայք, ծերեր, այսինքն մասսայական այդպես ջարդ կրներ այն ժամանակ եւ պարզապես աշխարհը մի ցավակցական խոսք ասեր, դա կլիներ, այսինքն լավագույն դեպքում, ինչպես հիմա մենք նայում ենք, տեսնում ենք ինչ է կատարում Մերձավոր Արևելքի այդ հատվածներում, այսինքն սա է ցավոք սրտի աշխարհի կարգը դա է, ուժերի մոտ միշտ էլ թույլն է, ինչպես ասում են, այսպես մեղավոր, եւ կարծում եմ, որ ճիշտ որոշում կայացած գոնե մարդկանց ֆիզիկական ոչնչացումից վերջնական փրկելու բանը դա էր, կարծում եմ ելքը սա էր եւ
ժողովուրդը տեղափոխվեց փաստորեն Հայաստանի Հանրապետություն։ Իսկ այդ դեպքերուն ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կեցվածքը ինչ եղավ։ Ինչպիսի վերաբերմունք ունեցան։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ իրենք այդ որևէ գործողությունների չեն մասնակցի եւ ըստ էության մենք մենակ ենք մնացած եւ այդ պարագայում դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը պես պայմանագրերի համաձայն, օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն էր, ցավոք սրտի այդ պարտականությունները չկատարվեց եւ ըստ էության մենք մենակ մնացինք, սա է իրականությունը եւ մյուս կողմից էլ միջազգային իրավակարգը որոշող երկրները ուժային կենտրոնները ըստ էության եկան մի խոսքի, եթե այսպես ասենք, եւ բոլորը մեր դեմ էին ըստ էության, այսինքն եւ դժվար էր նման պայմաններում դիմակայել այդ ամենին, այսինքն քո դեմ երբ զինված ոչ թե մեկ պետություն է, մի քանի պետություններ են եւ համաշխարհային հանրություններ ըստ էության այդպես իր համաշխարհային հանրություն ես ասելով նկատի ունեմ ուժային այն կենտրոնները, որոնք որոշակի շահագրգռվածություն ունեն տարածաշրջանի զարգացումների հետ կապված, փաստորեն այս ամենի հետևանքով Արցախը իսկապես հազարամյակների ընթացքում հայկական այդ երկրամասը մեծ հայքի 10-րդ նահանգը, որը միշտ կարևոր դերակատարություն է ունեցել Հայաստանի ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ հայկական պետականության անվտանգության պահպանման տեսանկյունից, ես ուզում եմ անպայման շեշտել, դեռևս урարտական ժամանակներից սկսած, պես եմ ասել, այն ժամանակներից սկսած, մենք քանի պետություն ենք ունեցել, Արցախը միշտ իր դերակատարություն է ունեցել եւ ցավոք սրտի այդպես ողբերգական այդպես զարգացումներ եղան եւ այդ ցեղասպանական գործողությունների հետևանքով հայ ժողովուրդը ըստ էության զրկվեց մեր հայրենիքի մի կարևոր հատվածից։ Գիտեք, խնդիրը նրա մեջ է, որ զուտ մարդու տեսանկյունից, եթե հարցին նայենք անձերի տեսանկյունից, եթե նայենք, սա այդպես ժամանակի կտրվածքի մեջ մեծ ողբերգություն չի։ Ամեն մեկը իր ողբերգությունը ունի, մարդու մասին է խոսքս վերաբերում, անհատի, ինչ եմ ես այդպես ասում, որտեղ ամեն մի անհատ ապրում է 20, 30, 40 տարի, չափահաս մարդու մասին է խոսքը վերաբերում եւ իր այդ դժբախտությունը, իր տառապանքները, ինչպես ասում են, իր հետ տանում է գերեզման, այդպես վերջանում է, բայց ազգի համար դա հավերժական, եթե այսպես ասեմ, դա անverջ այդպես մեծ դժբախտություն է ազգի համար, որտեղ ըստ էության հայ ժողովուրդը կորցրեց իր կարևոր հատվածներից մեկը, որը մշտապես այդ հատվածը անկախ նրանից արաբական ժամանակներից սկսած, մողոլական արշավանքներից սկսած, չնայած այդ աշխարհավեր արշավանքները կար եւ տարածաշրջանի երկրները գրավում էին, ամենայն դեպս Արցախը նույնիսկ իր իշխանությունն էր պահում, կարողանում էին լեզու գտնել ինչ այդ զավթիչների հետ եւ հայկականությունը պահեին եւ ըստ էության միատար հայկական բնակչությամբ այդ երկրամասը այդպես անաղարտ ձևով մնաց մինչև 2023 թվականի սեպտեմբերյան այսպես իրադարձությունները եւ ահա այս ամենը այդպիսի տխուր վախճան ունեցավ։ Իսկ Հայաստանի մեջ ինչպիսի օժանդակության աշխատանքներ դարվեցան, այսին որոշ կառավարական ծրագիրներ կային, բայց որքանով բավարար էին անոնք եւ այլ գազագերբություններու, ասենք նախաձեռնությունները որոշ չափով պետք է դրին Պիտի ասեմ, այո, ես երախտագիտությամբ խոսք պիտի ասեմ մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության, մեր հայրենակիցներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում ես անհատապես եմ այսպես ասում, այսինքն ամեն մեկը իր
այդպես թե բարոյական, թե նյութական այսպես աջակցությունը այսպես ցույց տվեց Արցախայությանը, որպեսզի կարողանան այդ տառապանքները, այդ ցավը ինչ-որ մի ձևով մեղմել։ Իհարկե դրա համար ասեմ, որ նաև իշխանությունների կողմից էլ որոշ ծրագրեր այդպես փորձ է արվում իրականացնել, մանավանդ բնակարանով ապահովող այն մարդիկ, ովքեր գույք չունեն Հայաստանի Հանրապետությունում, այսինքն փորձել այդպես բնակարաններ, բայց ամբողջ խնդիրը նրանումն է, որ այդ ամենը կիսատ պռատ է, այսինքն այսօր որպես այսպես փաստով ասեմ, ամեն մի բնակչի, եթե Երևանում է նա ապրում, 3 միլիոնի աջակցություն է ցույց տրվում, այսինքն հասկանալի է, եթե այսպես ասեմ, եթե ընտանիքը, ես միջին արցախյան ընտանիքն եմ ասում, ասենք 4 հոգի են 5 հոգուց բաղկացած ընտանիքներ են, ապա դա դառնում է մոտորապես 12 միլիոն դրամ, 15 միլիոն դրամ, եթե 5 հոգի են, այսինքն հասկանալի է, որ 12 միլիոն դրամով անհնարին է Երևանում բնակարանային այդպես հարց լուծել, իհարկե նման պարագայում ասում են թող շրջաններում այդ ամենը լուծել, շրջաններում էլ չի այդպես մանավանդ մարզկենտրոններում բան, այդպես այդտեղ չի հնարավոր այդ գումարով այդպես այդ հարցերը լուծել, ճիշտ է, այնտեղ գոտիների է բաժանված 4 միլիոն, 5 միլիոն, բայց ամբողջ խնդիրը նրանումն է, որ բնակչության մի մասը Երևանում է, այս աշխատանքի բերումով, մասնագիտության բերումով եւ այլն, մանավանդ ասենք այսպես քաղաքաբնակները, եթե այսպես ասեմ, հիմնականում Ստեփանակերտի բնակիչներ, շրջանների, շրջենտրոնների բնակիչներ, որոնք մշտապես այդպես քաղաքային կյանքով են ապրել, եթե այսպես ասեմ, եւ մասնագիտության առումով, աշխատանքի առումով նպատակահարմար է, որպեսզի քաղաքային միջավայրում այսպես ապրեն, աշխատանք ունենալու առումով, այս տեսանկյունից այդ հարցը դժվար է այդպես, այսինքն բնակարանային հարցը այդպես լուծել, չնայած մենք մի քանի անգամ ժողովուրդը այդպես միտինգներ ցույցեր կազմակերպեցին, բայց այդպես էլ դա մնաց այդպես, իհարկե կար նաև մեկ այլ ծրագիր, կար ավելի շուտ մեկ այլ ծրագիր, որով ամեն մի շնչին, որոնք բան չունեին, անշարժ գույք չունեին, այսինքն Հայաստանի Հանրապետությունում 40+10 այդպես է կոչվում այդ ծրագիրը, այսինքն 40,000 + 10,000 դրամ էլ այդ կոմունալ ծախսերի համար, բայց այդ ծրագիրը արդեն մի քանի ամիս է չի գործում եւ հիմա գործում է 30,000 դրամի ծրագիրը, որ շատ քիչ քանակությամբ մարդ է օգտվում, ասենք ծերեր, հիվանդ մարդիկ, այդպես այդ մասան է բան, եւ այս տեսանկյունից պիտի ասեմ, որ ցավոք այդ մանավանդ 40+10-ը, որ շրջանառությունից անում է, մարդիկ բավականին ծանր վիճակի մեջ հայտնվեցի, որպես այսպես թվերով ասեմ, Երևանում որպեսզի մարդիկ տուն վարձեն, ամենից ցածրը դա 150-ից 200,000 դրամն է, եթե այսպես ասեմ, ծայրամասերում, եթե այդպես փորձես բան, բնակարան վարձակալել, այսինքն այդ գումարը ինչ-որ ձևով օգնում էր, որպեսզի մարդիկ կարողանային այդ հոգսերը հոգան, այսինքն տները վարձել, բայց հիմա փաստորեն այդ հնարավորությունը չկա եւ ցավոք սրտի դա նույնպես մեծ համար բավականին վատ է, որ բնակչության մի մասը ստիպված նաև արտագաղթում է, այսինքն տարբեր Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, տարբեր երկրով, որտեղ կարողանում է եւ արդեն հազարավոր մարդիկ փաստորեն լքել են Հայաստանի Հանրապետության սահմանը, դա համարյա թե այդպես 17,000 կարգի այդպես եւ այդ process-ը ցավոք սրտի կա, գիտեք, դա նույնպես նոր ողբերգություն է առումով, որ փաստորեն ծրվելու պարագայում, որտեղ մենք ունենք ծրագիր Արցախի Հանրապետության գործող իշխանությունները, որոնք շատ թե քիչ փորձում են այսպես հասարակական հիմունքներով աշխատել, փորձել այդպես իրականացնել հավաքական վերադարձի այս ծրագիրը, Արցախի հավաքական վերադարձի, որտեղ մեզ համար ամենանդեպս Արցախի էջը փակված չէ եւ փորձում ենք, բայց այս տեսանկյունից դժվարություններ արդեն առաջացնում, որտեղ մարդը եթե չկա, տեղափոխում է այլ երկիր,
այլ միջավայր բան այդպես հասկանալի է որ ժամանակի ընթացքում այդ միջավայրի ըստ էության տարածում է եթե այսպես ասենք Պիտի մոռանանք նաև ասենք որ այդ բնակչության մի մասը պրոֆեսիոնալ զինվորականներ են որոնք ունեն զինվորական կրթություն ունեն մարտական փորձ ճանապարհ անցած եւ այսօր նրանց կարիքը նաև Հայաստանի Հանրապետությունն ունի որտեղ ըստ էության այս երկիրը նաև պաշտպանելու անհրաժեշտություն ունի մեր երկիրն է այս երկիրը Հայաստանի Հանրապետությունը եւ մենք գիտակցում ենք որ Հայաստանի Հանրապետության հզորացման միջոցով կարող ենք մեր խնդիրները լուծել, այսինքն հայրենիքի այս հատվածը հզորացնելու պետականությունը ամրապնդելու միջոցով մենք կարող ենք Արցախի հետ կապված նաև ընդհանրապես հայության հետ կապված ես այդպես եմ մտածում լինի դա Թուրքում թե Արցախի հետ կապված եթե ունենանք հզոր Հայաստանի Հանրապետություն այդ հարցերը այսպես ավելի հեշտ լուծվի եւ ցանկալի կլինի որ մեր հայրենակիցները ապրեն Հայաստանի Հանրապետությունում Պարզապես պետք է իշխանությունները դա գիտակցեն եւ ավելի այդպես տանելի պայմաններ ստեղծեն, որպեսզի մարդիկ այդպես ապրեն։ Իսկ խոսելով ներկա գործընթացներու եւ զարգացումներու մասին, հայտարարի գրասենյակները, հանձնախումբերը, ինչպես նաեւ այլ հատուկ հանձնախումբեր միջազգային ադյաններու վրա կներկայացնեն Արցախայության վերադարձի իրավունքը կամ հուշագոտողներու պահպանումը, ինչպես նաև Բաքվի մեջ պահվող մեր ռազմաքաղաքական ղեկավարները այս գծով ինչ հանգրվանի հասած են։ Ուրեմն ասեմ, որ հիշեցնեմ, որ Արցախի Հանրապետության ազգային ժողովի կողմից կյանքի է կոչվել այդպես մի հանձնաժողով Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ ինքը փորձառու դիվանագետ է բավականին կապեր ունեցող այդպես ազնվորություն է եւ քաջատեղյակ է ազգային գործիչ է քաջատեղյակ է ընդհանուր առմամբ Արցախյան հիմնարկին շատ լավ եւ փորձ ենք անում այդ հանձնաժողովի միջոցով այդ հավաքական վերադարձի ծրագիրի իրականացնենք մյուս կոմիսիան նաեւ մեր մշակութային ժառանգության պահպանման հարցը այսպես լուծել եթե դուք երևի տեղյակ կլինեք նաեւ Բեյրութի Լիբանանի մեր հայրենակիցները նույնպես տեղյակ կլինեն կարծում եմ որ վերջին ամիսներին փաստորեն Շվեյցարիայի այդ աշխատանքի արդյունքում պարլամենտը ստորին եւ վերին պալատները որոշում կայացրեցին որով կառավարությանը առաջ խնդիր դրեցին Շվեյցարիայի որ կազմակերպի մի համաժողով կոնֆերանս որին պետք է մասնակցի Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչները եւ քննարկեն այդ հարցը ասեմ որ սա ինքնին վկայում է նրա մասին որ միջազգային հանրության կողմից փաստորեն դա այդ հարցը փակված չէ եւ եթե դուք նկատել եք այս վերջին շրջանում Միացյալ Նահանգների կոնգրեսականների կողմից նույնպես 85 կոնգրեսականների կողմից նմանօրինակ հայտարարություն եղավ թե հանրապետականներ թե դեմոկրատներ միասին այդպես հայտարարեցին որ քննադատեցին Ադրբեջանի այդ գործողությունները եւ փաստորեն Արցախի վերադարձի Արցախայության վերադարձի հարցը նորից բարձրացվեց ըստ էության նկատելով որ Արցախյան էջը փակված չէ նման վերաբերմունք Կանադայի իշխանությունների կողմից ցուցաբերվեց մի խոսքով տարբեր երկրների քաղաքական գործիչների կողմից եթե հետևում ենք անդադ այդ խոսքը կա եւ փորձում ենք հնարավորինս այդպես այս ասպարեզում որոշակի աշխատանք կատարել ասեմ որ բավականին մեծ աշխատանք է կատարվում Վեհափարի կողմից Արամ Արաքչինի կողմից իսկապես շատ մեծ աշխատանք է կատարում նա տարբեր երկրների գործիչների հետ հանդիպումների ժամանակ եկեղեցական այդ կառույցներում միջազգային այդ հարցը անդադ այսպես բարձրացվում է Կիլիկիա հարթակի անդադ այդպես քննարկումների նյութն է թե գերիների վերադարձի հետ կապված հարցը թե ընդհանրապես Արցախահայության հիմնարար իրավունքների պահպանության եւ կարծում եմ որ ինչ որ ձևով նման ծավալով աշխատանքները կազմակերպելու տեսանկյունից արդյունքներ կտա
իհարկե մեծածավալ աշխատանք կազմակերպվում է նաև հայդատի գրասենյակների միջոցով տարբեր երկրներում, մենք փորձում ենք հայդատի գրասենյակները փորձում են հենց այդ բոլորի աշխատանքը ինչ որ մի ձևով նաև այսպես իրար բերել, որպեսզի մենք կարողանանք տեսնենք ով ինչ չափով ինչ աշխատանքներ է կատարել, այսինքն հայկական կառույցների, անհատ գործիչների այդ աշխատանքը միավորել, որպեսզի արդյունավետ լինի եւ կարողանանք ըստ էության մեր նպատակներին հասնենք։ Այսինքն այդ ցանցային աշխատանքը դա կարծում եմ, որ արդյունավետ կլինի եւ պիտի այդ ասպարեզում շարունակել աշխատել, բավականին աշխատանք կատարում է նաեւ Գարեգին վեհապարի կողմից ամենայն հայոց կաթողիկոսի, եթե դուք նկատել եք այս վերջերս նաեւ վեհապարը այս կարծեմ 3 հանդիպում Հռոմի պապի հետ այդպես հանդիպում կազմակերպեց, այդպես նաև ներկայացվեց մեր խնդիրները։ Մի խոսքով այդպես հնարավորության սահմաններում եղած ներուժի սահմաններում որոշակի այդպես աշխատանք կատարում է եւ կարծում եմ, որ այդ ամենը պետք է տաք պահել, որպեսզի արդյունք լինի։ Մենք նաև եթե նկատել եք սեպտեմբերի 2-ին Արցախի հանրապետության ազգային ժողովը նաև հայտարարությամբ հանդես եկավ եւ հորդորեցին նաև Հայաստանի հանրապետության իշխանություններին, որ հայ-ադրբեջանական այդ բանակցությունների ժամանակ նաև քննարկման նյութ դառնա այս մեր 3 այդ կարևոր հարցերը հավաքական վերադարձի, գերիների հետ կապված, մեր մշակութային ժառանգության պահպանման հետ կապված այսպես հարցերը։ Իսկ այս բոլորը նկատի ունենալով վերջին Վաշինգտոնյան նախաստորագրումը կամ հայտարարությունը ինչպիսի նշանակություն ունեցավ Արցախյան հարցի նկատմամբ եւ ընդհանուր առմամբ հայկական հարցի նկատմամբ, որովհետեւ խոսքը նաեւ վերաբերի Սյունիքի։ Այո, ընդհանուր առմամբ գիտեք, ճիշտ է իշխանությունների կողմից ներկայացում է, որ խաղաղություն է սկսվել, ամեն ինչ լավ կլինի, բայց իհարկե մենք շատ կուզեինք, որ խաղաղությունը լիներ, իհարկե դա պետք է, իհարկե հարևանների միջև պետք է որոշակի այդպես հարաբերություններ լինի, խաղաղություն լինի, բայց ամենայն դեպս մասնագիտությամբ ես պատմաբան եմ, թուրքությանը շատ է քիչ այդպես ճանաչելով իրենց նպատակները այլ են, դա նույնիսկ այդպես ինչպես ասում են անզեն աչքով էլ է դա ամենը տեսանելի, այսինքն եթե դուք ամեն անգամ այդպես ցավ եք ապրում եւ Էրդողանը կամ Ալիևը այսպես քչտակ այդպես արհամարական շփում են այդպես բաներ, այսինքն իրենք ունեն իրենց այդպես ծրագրերը, իրենց նպատակները եւ գիտեք անընդհատ փորձում են Հայաստանից այդպես մի բան փոխել այդպես անընդհատ ամեն անգամ ամեն մի հանդիպման ժամանակ չէ եթե հետեւում եք նույնիսկ արդեն նույնիսկ Մասիս Սարի պատկերներ են ուզում մեր ձեռքից այդպես խլեն, այսինքն բանի վրա ազնագրերի վրա երբ քննիկները դնում են, դրանից էլ պիտի այսպես անվի։ Գիտեք, եւ ցավոք սրտի ամեն մի պահանջի իրականացում նոր պահանջի սկիզբ է դառնում։ Այսինքն այս մեկը կատարում ես, մեկ էլ նոր պահանջներ են առաջադրում, նույնիսկ Ալիևը այդպես լրտիաբար հետեւյալ բան է ասում, որ տնային աշխատանք ունեն հայերը կատարելու։ Այսինքն համանդրություն պիտի փոխեն ինչ բանամ, ինչպես ասում ենք, այնպես էլ պետք է լինի։ Մոտավորապես, այսինքն դա է, ես անդադ հետևում եմ նրանց տեղեկատվական դաշտին եւ որևէ ցանկություն չես տեսնում, որ նրանք ծխտում են ինչ-որ խաղաղության, բայց տեսանելի է անդադ այդ պահանջները, մանիպուլյացիաները ներկայացնում են արևմտյան Ադրբեջան ինչ-որ հասկացություն են շրջանառության մեջ դնում, փորձում են աշխարհին այդ ամենը մատուցել, ինչ-որ ցուցակներ կազմել, թուրքերին տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածք, այսպես անդադ լարվածությունը ցավոք սրտի պահում է չնայած նրան, որ
հայաստանի իշխանությունները այդպես ասում են, որ խաղաղություն է սկսվել, բայց ցավոք դա տեսանելի չէ նաև Ադրբեջանի կատարված կայ, այլ նաև տեսեք այս տարվա արդեն նախնական քննարկումներից իրենց բանը Միլի Մեջլիսի բանի այդ քննարկումների իրենց ազգային ժողովի պարլամենտի այդ քննարկումների ժամանակ արդեն խոսում են 7 միլիարդ 800 միլիոն դրամի, սա ահռելի մեծ գումար է, որ այսինքն մի քանի անգամ ավելի, քան նախապատերազմի, երկու անգամ ավելի ըստ էության, այն ժամանակ 3.5 միլիարդ էր, այսինքն հիմա դարձել է արդեն 7-8, այսինքն ավելի են շատացնում այդ բանը, այդ նոր զինատեսակների ձեռքբերումը եւ դերևս մինչեւ 20 թվականի պատերազմը լարագորողները հարցնում էին, որ Ադրբեջանը անդադ այսպես զենք է ձեր որ զենքը չեն գնում, որպեսզի Բաքվի թանգարաններում ցուցադրեն այդ ամենը։ Դա գնում են ինչ որ մեկի դեմ, հասկանալի է, թե ում դեմ են այդ ամենը։ Այսինքն այն ատելությունը, այն ատելության քարոզը, որ այսօր Ադրբեջանում կա, այսինքն մտածել, որ սրանք խաղաղություն են ուզում կամ ինչ որ մի բան, այն շատ պես կասկածելի է եւ կարծում եմ, որ այստեղ Հայաստանի Հանրապետությունը համապատասխան քայլեր պիտի ոչ թե ասենք զինվորական ծառայությունը 1 տարի 6 ամիս պետք է լինի, պետք է շարունակի մնա 2 տարի, բանակի վրա շատ մեծ ուշադրություն պետք է դարձվի, որովհետև մեզ պաշտպանողները մենք կարող ենք լինել, այսինքն մեր հայ ժողովուրդը կարող է լինել, պետք է փորձել համահայկական մի ընդհանուր այսպես զորաշարժ կատարել, փորձել նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին ներգրավել, այսինքն փորձել ըստ էության մեր պետականությունը պահպանել, Հայաստանի Հանրապետությունը պահպանել, գոնե հայոց երկրի այն 400,000 քառակուսի կիլոմետր հայկական այն տարածքը, որտեղ հայ մարդը դարեր շարունակ ապրել է, մենք մնաց 29 ու այդպես 735 են ասում, նույնիսկ արդեն ասում են այդքան էլ չկա, որտեղ 200 քառակուսի կիլոմետրը Ադրբեջանի կողմից նորից զավթվել է Ջերմուկի բանի այդ հատվածներում, Սյունիքի այդ հատվածներում եւ եղածը գոնե պահելու միջոցը մեր ներքին ռեսուրսները, ներքին ներուժը մեծացնելու ճանապարհն է, սա է իմ կարծիքը։ Շնորհակալ ենք այս հարցազրույցին համար ընդհանուր ներկայացնելու 2023-ին տեղի ունեցած Արցախյան հայատապումը, ինչպես նաև անդրադառնալու ներկա զարգացումներուն եւ գործընթացներուն։ Ես նույնպես շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Սիրելի ունկնդիրներ, մեզի հետ էր դոկտոր պրոֆեսոր Արցախյան Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերություններու հանձնաժողովի նախագահ, Հայթադի Կենտրոնական խորհրդի անդամ եւ Գիլիկիա հարթակի անդամ Վահրամ Վալայանը։ Մինչ հաջորդ հանդիպում, մնացեք միշտ վանացայինի ունկնդիր։